Հուլիսի 4-ին Սևան քաղաքում անցկացվեց «Հեծանիվ չենք հորինում» երիտասարդական միջոցառումը, որը միավորում է կրթությունն, առողջ ապրելակերպն ու սպորտային մրցակցությունը։ Հեծանիվ վարելը նորություն չէ, այն միշտ եղել է ու կա, պարզապես երիտասարդներն ուզում են այն դարձնել առօրյայի անբաժանելի մասը, հանուն առողջ մարմնի ու մաքուր շրջակա միջավայրի։ Սևան անիվների վրա ծրագրի շրջանակում ունենք եւս մեկ համագործակցություն Լուսամուտ ՀԿ-ի հետ, ովքեր անում են նաեւ հեծանվային մշակույթի զարգացման ծրագիր եւ որոշեցինք այսօրվա միջոցառումը Սևանում անենք միասին, հակարացնենք միասին։ Այս հեծանվային մրցույթ է, որի արդյունքում կունենանք հաղթողներ նաեւ։ Օգտագործել ենք նույն երթուղին, որը որ նախատեսում ենք նաեւ կահավորել որպես հեծանվային երթուղի Սևանի երազանքի այգուց դեպի երազանքի արահետի սկզբնամաս, որտեղից որ Սևանա լիճը որպես լեռնային լիճ իր ամբողջ հմայքով բացվում է ճանապարհին հեծանվորդների համար։ Այսօր ունենք մոտավորապես 30 մասնակից, չգիտեմ արդյոք բոլորը կհասնեն ֆինիշ թե ոչ, որովհետև մի փոքր դժվար է, բայց լավ է որ ունենք 30 մասնակից, ովքեր կանցնեն այս փոքրիկ դասընթացը, կսովորեն մի բան ավել եւ ունենք նաեւ հյուր կոչվում են հեծանվային մշակույթի զարգացման դեսպաններ, Արթուրը, ով այսօր կոգեշնչի մեր հեծանվորդներին նաեւ ավելի սիրելու հեծանիվը, ավելի շատ օգտագործելու հեծանիվ։ Երիտասարդները ծանոթացան հեծանվավարման անվտանգության կանոններին, այնուհետև մրցաշարին մասնակցելով հնարավորություն ունեցան պայքարելու գլխավոր մրցանակի համար, այն է նոր հեծանիվ։ Մեր ծրագիրը նախ եւ առաջ Erasmus+ կարողությունների զարգացման ծրագիրն է ու իր հիմնական նպատակը սոցիալական խնդիրը լուծելն է համայնքներում, այսինքն մեր նպատակը ոչ թե ուղղակի արդեն սպորտով հեծանվով զբաղվողներին եւս մեկ անգամ հորդորելն է զբաղվել, այլ այն մարդկանց, ովքեր դեռ չեն զբաղվում հեծանվով, սկսել քշել հեծանիվ, քանի որ կարծում եմ Սևանը փոքր քաղաք է ու հնարավոր է որ մի մասից մյուս մասը տեղափոխվել հեծանիվով, հետեւաբար փորձում ենք համ համայնքին միավորել, համ էլ տեղաշարժվելն ավելի արագ դարձնել։ Մրցարշավը մեկնարկեց երազանքի այգուց, շարունակվեց երազանքի արահետով 5.8 կիլոմետր։ Հեծանվային արահետներ, Erasmus+ կարողությունների զարգացում եւ Սևան անիվների վրա ծրագրերի շրջանակներում։ Սուրեն Բարսեղյան, Գնեդովանիսյան, Գեղամահոր։